Գործի դժողների ովքեր են այդ դժողները եւ էին այսօր։ Գործով կան։ Տեսեք, նախաքննության փուլում 4 ամս ցուցմունք է տվել, խայտաբղեց իրականության հետ անհասկանալի չհամեմատվող եւ իրար հետ չբռնող, ասենց ասեմ, բաց լեզվով։ Ովքեր են իրենք Ովքեր են ժեխերն են նիկոլական, որոնք որ 18 թվականին ողջևորվել են, որ կարող են ցուցմունք տալ։ Ասենք մեկը կա, որ ցուցմունք է տալի, որ Դավիթ իր զենք կար եւ մեքենայից կախված կրակում էր մարդկանց վրա։ Այսինքն կռիվ կինո էր նկարագրում, որտեղ կա մի քանի 100 մարդ եւ մի քանի 100 ոստիկան։ Եվ 5 ոստիկան, ովքեր որ այդտեղ են եղել, ասում են նման բան չի եղել եւ առասարակ ոչ մի հակաիրավական բան չի արել։ Այդ մարդիկ եկել են դատարանում, արդեն տվել են քիչ թե շատ նորմալ ցուցմունք, այսինքն փրկում են իրենց սուտը եւ ասել են որ Դավիթը ոչինչ չի արել։ Հիմա իրավաբանական արժեքով սա 0 է այս գործը, բնականաբար սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դա սերտական դրսևորում է։ Դուք նաև այսօր կալանքի, այսօր միշտորության մասին խոսք եղավ, չէ՞, կալանքի ուղղակի լավ չէր լսվում։ Որպեսզի դատարանը արտահայտ քննարկեր խափման միջոցի հարցը, թեպետ ասեմ, կալանավորողները Նիկոլը, թողնել են Նիկոլը, հաստատ մենք Հայաստանում, մենք որպես ժողովուրդ չենք արժանացել դատարան ունենալու երևույթին, եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Մեկ այս հետաձգման մեջ, որ թվում է դժողները չէին եկել, նպատակը երկար դժողները նիստին էլ չէին գալի առաջացյանում։ Այսինքն դժողների վերաբերյալ ոչ մի բան չկա, ինչ դժող մեր մեջ ասած։ Պարտադիր չէ, չէին ես գալու։ Ոչ, պարտադիր չի։ Միտում դե հիմա ինչ ասեմ, չեմ կարծում որ դատախազը հատուկ աշխատանքից ազատվել է, որ այսօր հետաձգվի։ Պարոն Նատանյանը, քաղաքական ինչ նկատի ունեք, ինչից հետո նա հայտնվեց իշխանության ամենասկզբից էլ եղել է 18 թվականից էլ եղել է որպես ժողովրդի կողմից ընտրված ՀԿ-ի տեխնացու, հետո իր դաշինքով ընտրված տեխնացու։ Չմոռանանք որ Դավիթ Համբարձումյանը առաջինն է, որ ընտրություններով Նիկոլին հաղթեց Հայաստանում, եւ դա իրեն չի ներվում իհարկե։ Հիմա էլ դե վարչապետի միասնական տեխնացու է խորհրդարանական ընդդիմությունից, բնականաբար դա էլ չի ների։ Բաթորի վրա աշկ ունի, բա ոնց կների։